Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Նաիրի բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժ զննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։ Սամվել Կարապետյանի եղբորորդու Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին տեղեկացնում են դատախազությունից։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ տեղի ունեցել Հայաստան խմբակցության անդամների հանդիպում, քննարկվել են առաջիկա անելիքները։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արտուր Խաչատրյանը։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել շրջակա միջավայրի նախարարությանը եւ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին պետական սեփականություն հանդիսացող 3400 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ կադաստրի կոմիտեից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։ Եվրամիության դեսպաններն այսօր քաղաքական համաձայնության են ասել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, ինչի մասին հայտնել են 4 եվրոպացի դիվանագետներ։ Նոր փաթեթը ներառում է ռուսական նավթի գների առավելագույն շեմի 12 ամսյա սառեցում։ Հայաստանի իրազեկության հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող Թիրախ Մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը եւ անցել կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6-2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին։ Եզրափակչում Խաչատրյանը նույն հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ եւ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։